Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է բանակի շարունակական արդիականացումը ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել զինված ուժերի զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը ու այլ հարցերի։ Երկրի ղեկավարը նաև պատասխանել է զինված ուժերի ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքին, ներկայացրել համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի տեսլականը ու դրա շուրջ տարվող աշխատանքները։ Ադրբեջանը հայտնել է Թուրքիայում Երևանի եւ Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կողմերի հետ խորհրդակցություններ է անցկացնում Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ, ապա թուրքական գրասենյակին հայտնել է ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։ Նշենք, որ Անտալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 17-ից 19։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը ու հետագա գործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում թրիփ եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի վերաբերյալ։ Փաշինյանը պատասխանել է նաև դեսպաններին հետաքրքրող հարցերին։ ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարների հետ հանդիպել է նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս հանդիպանը ևս հանգամանալից քննարկում է ծավալվել Հայաստան-ԵՄ գործակցությանը, գործընկերությանը եւ խորհրդանական մակարդակում հարաբերությունների խորացման առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ Քննարկումների առանցքում են եղել ինչպես Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային զարգացումները։ Ազգային ժողովի նախագահը դեսպանների ուշադրությունը հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապուրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, այնուհետև պատասխանել ԵՄ անդամ երկրների դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Մեկնարկել է ազգային ժողովի հերթական քառորյան, օրակարգում ներառված է 22 հարց, падգամավորները նախ քննարկել են պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագիծը։ Օրենսդիրը քննարկել է նաև հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու եւ այն ոչ աշխատանքային դարձնելու վերաբերյալ առաջարկը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկվում ընտրել հենց այդ օրը։ Նիստի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ազգային ժողովի հերթական քառորյան մեկնարկեց պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենսդրական նախագծի քննարկմամբ։ Նախաձեռնության հեղինակներն են քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նարեկ Ղահրամանյանը։ Օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել պետական տուրքերի չափերն ու կիրառման սկզբունքները, արդիականացնել համակարգն ու ապահովել պետեկամուտների կայունությունը։ Օրենքի նախագծի նպատակը այն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական արտադրողին պաշտպանենք արտաքին ներգործություններից, այսինքն շատ ավելի էժան կարողանում են ներկրել արմատուրա եւ նաեւ մետաղական այլ ապրանքներ, որը պայմանավորված է հիմնականում մեր հարևան երկրում Իրանում աշխատավարձերի հետ կապված, գազի, էներգակիրների, էլեկտրոէներգիայի հետ կապված ցածր գներով։ Դրանով պայմանավորված, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ներմուծվում է էժան արմատուրա եւ մենք պետք է պաշտպանենք մեր արտադրողներին, այս օրենքի ընդունումով ցանկանում ենք այս խնդիրը լուծել։ Նախկինում 29000 էր դրված, իսկ հիմա առաջարկում ենք 55000 դրամ 1 տոննայի հաշվարկով։ Պատգամավորը նշեց, որ փոփոխությունները պայմանավորված են մշակող արդյունաբերության գերակաճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, նաև ռազմավարական նշանակության ապրանքների, սև մետաղների արտադրության եւ ներքին առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ներդնել էլեկտրոնային ծանուցման մեխանիզմ, որ դեպքում է անձը համարվելու պատշաճ ծանուցված։ Արդարադատության նախարար Սրփոյի Գալյանի խոսքով ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների մի ամբողջական մեխանիզմ, եւ եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի եւ ծանուցումը
ծանոթությունը բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից անձը համարվելու է պատշաճ ծանոթված։ Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով, այսինքն նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանոթումը տեղադրվելու է այդ հարթակում եւ եթե անձը մուտք գործի հարթակ, ապա համարվելու է ծանոթված։ Անձը կարող է նաև տրամադրել իր հավելյալ կապի միջոցները, անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով նա հավելյալ կտեղեկացվի այն մասին, որ հարթակում ծանոթում է տեղադրվել։ Եթե հարթակում ծանոթումը տեղադրելուց հետո անձը մուտք չգործի, համակարգ սկսելու է աշխատել հաջորդ քայլը։ Այն է ծանոթումը հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակով ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով։ Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանոթողը որևէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանոթումն ավտոմատ փոխանցվում է փոստին եւ փոստային ծրագրավորումն ուղարկվում է անձի հաշվառման հասցեով։ Այս տարբերակը դեռ թողել ենք, որպեսզի հնարավոր խնդիրներից խուսափենք, այսինքն այն դեպքերում, երբ անձը չբացի եւ չծանոթանա ծանոթմանը, ապա ծանոթումը նրան ուղարկվի նաեւ փոստային առաքանու միջոցով։ Եթե այս եղանակով ուղարկելուց հետո 7-րդ օրվա դրությամբ ֆիքսվում է, որ անձը չի ստացել ծանոթումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանոթումը տեղադրվում է ազդարար.am հարթակում, այսինքն իրականացվում է հրապարակային ծանոթում։ Եվ ազդարար.am-ում տեղադրելուց հետո 7-րդ օրը անձը համարվում է պատշաճ ծանոթված։ Նորամուծություն է նաև այն, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին եւս հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակներին եւ այլ անձանց ծանոթել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանոթում։ Հաջորդ նախագծով էլ առաջարկվեց հունվարի 27-ը սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ դարձնել ոչ աշխատանքային։ Հաշվի առնելով վերջին տարիների իրադարձությունները, ապրիլյան պատերազմի, 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ հարձակումների օրերին, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների օրերին մեր տված զոհերի փաստը եւ նաեւ 2025 թվականի օգոստոսի 8-ին անկախության հռչակագրի ընդունման փաստը կարևոր են դարձնում մեկ օրվա սահմանումը եւ որի ընթացքում մենք կհարգենք տարբեր տարիների ռազմական իրադարձությունների ժամանակ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհածների հիշատակը, խոնարհվենք նրանց առաջ եւ մենք առաջարկում ենք, որպեսզի այդ օրը լինի հունվարի 27-ը, այսինքն բանակի օրվան հունվարի 28-ին նախորդող օրը։ Ռուբինյանը պարզաբանեց, թե ինչու է առաջարկվում հենց այդ օրը։ Ըստ այդմ պետք էր ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օր չէ, բայց պետք էր ընտրել նաև օր, որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի։ Մենք համարում ենք, որ հունվարի 27-ը կարող է լինել այդ օրը, երբ որ առաջին օրը մենք հարգանքի տուր կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը, բանակի օրը արդեն որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ կտոնենք բանակի օրը։ Պետք է նաև մասնավորեցնեմ, որ սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք։ Ռուբինյանն ասաց, որ սա պարզապես սգոր չէ, սա հիշատակի, խոնարհումի օր է։ Այդ օրվան ընթառաջ եւ այդ օրը դպրոցներում, համալսարաններում կարող են անցկացվել միջոցառումներ, հեռուստաընկերությունները կարող են ռեպորտաժներ պատրաստել եւ այսպես շարունակ, այսինքն օրը ոչ միայն գերեզմաններ այցելելու մասին է, այլ նաեւ միջոցառումների մի համախմբի մասին է, որի նպատակն է հիշել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված զոհեր։ Մյուս նախագծով էլ կառավարությունը կսահմանի եվրոպական դատարանի վճիռներով սահմանված փոխհատուցումների վճարման կարգը։ Հիմնական զեկուցող միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբ առաջարկվում է անտեսել լիազորող նորմ, որի հիման վրա կառավարությունը կկարողանա եվրոպական դատարանի վճիռներով եւ որոշումներով սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարման կարգ սահմանել։ Խորհրդարանականները քննարկեցին նաև աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջարկվում է վերացնել սահմանադրությանը հակասող արհեստակցական միությունների մասին օրենքային կարգավորումները, որոնցով Հայաստանի զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, նաև դատավորների եւ սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանվում է արհեստակցական կազմակերպության
մասնակից լինելու բացարձակ արգելք։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Ղարաբաղի հարցը, սակայն հետագայում հրաժարվել է այդ խոստումից։ Խանդանյանը նշել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային և թափանցիկ։ Նա նաև մեկնաբանել է ադրբեջանական կողմի հետ անկլավների հնարավոր փոխանակման վերաբերյալ հայտարարությունները, նշելով, որ փոխանակման թեմա այս փուլում օրակարգում լինել չի կարող։ Հայաստանը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ էր փնտրում, սակայն ակնհայտ էր, որ Ադրբեջանը նախապատրաստվում էր պատերազմի։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատգամավորն արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Արցախի հարցը, ապա հրաժարվել այդ խոստումից։ Հայաստանի Հանրապետությունը կրկնում եմ այդ տարիներին, 2 տարիներին, ըստ էության փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որը չհանգեցնի ռազմական հակամարտության, պատերազմի եւ չի հրաժարվել բանակցությունից, բնականաբար չի հրաժարվել բանակցություններից, ուղղակի նաեւ ակնհայտորեն այդ բանակցությունների բովանդակության համար շատ փոքր տարածք է եղել Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ շուրջ 20 տարի բանակցային այնպիսի ճարտարապետություն էր հյուսվել եւ Հայաստանում դրա այնպիսի հակառակ պատկերներ ներկայացվել, որ բարդ էր այդ փոքր տարածքի մեջ մանևրել եւ դրան զուգահեռ նաեւ ուժերի բալանսներ կտրուկ փոխվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ըստ պատգամավորի նման մեղադրանքներ հնչեցնելով Բայրամովը փորձում է արդարացնել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան։ Հայաստանը ելքեր էր փնտրում հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար, բայց նաեւ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ բնական է, որ պատերազմի պատրաստվող երկիրը հիմա պետք է այդ որը տարբեր փաստարկներով արդարացնի իր ռազմական գործողությունները, ռազմական ագրեսիան։ Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանի պետական գործիչների հնչեցրած մեղադրանքները զարմանալիորեն համընկնում են Հայաստանի նախկին ղեկավարների հայտարարությունների հետ։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ նաև նույն փաստարկներով Հայաստանի Հանրապետությանը մեղադրում էր նաև Ռոբերտ Քոչարյանը իր վերջին տված ասուլիսում։ Այդ զուգադիպությունը եւս եւ Սերժ Սարգսյանը եւս այդ զուգադիպությունը եւս ցանկանում եմ ձեր ուշադրությանը հրավիրել, որ ըստ էության Ադրբեջանի պետական գործիչները, քաղաքական գործիչները եւ Հայաստանի նախկին նախագահները նույն մեղադրանքներն են հնչեցնում Հայաստանի Հանրապետությանը։ Խանդանյանը հավելեց, որ 2018 թվականից հետո Հայաստանը մշտապես հայտարարել է Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին որպես իր ճակատագիրը որոշող կողմ։ Նրա խոսքով Ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային եւ թափանցիկ։ Նա անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ սահմանային հարցերին, նշելով, որ այս փուլում անկլավների փոխանակման թեման օրակարգում չէ։ Կա այդպիսի հարց եւ դա պետք է ասիագրվի սահմանազատման գործընթացի շրջանակներում, այսինքն այդտեղ որևէ թաքցնելու բանի թեմա չկա, այսինքն փոխանակման հարց այս փուլում չի կարող լինել, որովհետև նախ պետք է անկլավները սահմանազատվեն, թե երբ կսահմանազատվեն, դա հայտնի չէ, որովհետև սահմանազատման գործընթացը դեռ պիտի շարունակվի ու ինչ-որ տրամաբանություն կա այդ սահմանազատման գործընթացում։ Պատգամավորը նշեց, որ սահմանազատման գործընթացը համալիր է եւ բաղկացած է մի քանի փուլերից՝ սահմանների ճշգրտում, արձանագրությունների հաստատում, պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրում եւ դրա վավերացում։ Միայն դրանից հետո կարելի է անդրադառնալ տարածքային հարցերին։ Եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ պետք է Հայաստան եւ Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն չի կարող տեղի ունենալ առանց հանրակրվեի։ Դրա համար պետք է հանրակրվե տեղի ունենա։ Խանդանյանը նաև տեղեկացրեց, որ սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին եւ վերաբերել է TRIP նախագծի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը, պատգամավորը նշեց, որ տեքստը պատրաստ է եւ Հայաստանն ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Այս պահին ես չեմ կարող ասել կա հստակ օր խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների համար տեքստը
պատրաստի տեքստի շուրջ այլևս բանակցություններ չեն լինելու, մեր ակնկալիքն այն է, որ հնարավորինս շուրջ ստորագրենք այն, բայց դուք գիտեք նաև այստեղ պետք չի բան անել, Ադրբեջան նախապայման է ներկայացնում, ինչը Հայաստանի համար ընդունելի լեգիտիմ նախապայման չէ։ Ղանդանյանը հավելեց, որ չնայած բարդություններին, Հայաստանը շարունակում է խաղաղ բանակցությունների գործընթացը, հույս հայտնելով, որ դիվանագիտական ջանքերի շնորհիվ պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովում խորհրդարանականները քննարկել են 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, որում ներկայացվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով, միջնաժամկետ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ։ Ազգային ժողովն այսօր ևս շարունակել է հերթական նիստերի աշխատանքը։ Խորհրդարանը նախ քվեարկությամբ ընդունեց նախորդ օրվա հարցերը, ապա քննարկեց 2026 թվականի պետբյուջեի մասին օրենքի նախագիծը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդգծեց, որ ներկայացված ֆինանսական փաստաթուղթը կառավարության ամփոփիչ բյուջեն է, մարտահրավերներով լի հնգամյա ճանապարհի տրամաբանական եզրափակումը։ 2026 թվականի բյուջեով ամփոփվել են այն առաջնահերթությունները, որոնք սահմանված են եղել կառավարության ծրագրով։ Միաժամանակ հայացք ուղղելով դեպի խաղաղության եւ զարգացման նոր փուլ, որի հիմքերը դրվել են վերջին տարիներին։ Նախարարը խոսեց բյուջեի ճկունության եւ արագ փոփոխվող աշխարհի արդի մարտահրավերներին դիմակայելու կարեւորության մասին։ Ըստ Վահե Հովհաննիսյանի, տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում տնտեսության կայունությունը պետք է ապահովվի նորարարությունների եւ մարդկային կարողությունների հավասարակշռված ներդրմամբ։ Նախարարի խոսքով յուրաքանչյուր հայաստանցի պետք է բարենպաստ պայմաններում ստեղծարար միտքն արտահայտելու եւ այն գործարկելու հնարավորություն ունենա։ Ի դեպ, ընդգծվեց, որ առաջին անգամ բյուջեն քննարկվում է խաղաղության պայմաններում։ Մեր որոշումների առանցքում Հայաստանի Հանրապետությունն է եւ այստեղ ապրող մարդը։ Այս տրամաբանությամբ արվարձան կամ պերիֆերիա ասվածն այլևս գոյություն չունի։ Ողջ Հայաստանի Հանրապետությունը կենտրոն է, այստեղ ապրող յուրաքանչյուր մարդ ինքնին։ Կենտրոնի մաս են այն բոլոր համայնքները եւ բնակավայրերը, որտեղ մենք հսկայական ներդրումներ ենք իրականացնում հավասար հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Այսօր մեր կառուցած դղյակներն ու պալատները, դպրոցներն ու մանկապարտեզներն են եւ լավ աշխատանքի իրական արդյունքը ոչ թե մեր ընտանիքի բարեկեցության, այլ բյուջեի եկամուտների ավելացումն է, կամ որ նույնն է թե հայաստանցիների բարեկեցության բարձրացումը, որի ազդեցությունը զգում է յուրաքանչյուրը։ Մեր մոտեցումների ազդեցությունը տնտեսության զարգացման վրա ոչ միայն տեսանելի է, այլ նաև չափելի։ Ըստ Հովհաննիսյանի, իրականացված քաղաքականությունն արտահայտվում է ֆինանսական կայունության, եկամուտների աճի, ներդրումային միջավայրի վերափոխման եւ տնտեսության ներառական ու երկարաժամկետ աճի մեջ։ Մեր տեսլականը պարզ է։ Ուզում ենք մի տնտեսություն, որը մի կողմից աշխարհին կառաջարկի տեխնոլոգիական եւ նորարարական արտադրանք, իսկ մյուս կողմից իր ժամանակակից ենթակառուցվածքներով կդառնա տարածաշրջանի տնտեսական եւ մարդկային հոսքերի կարևոր հանգույց։ Այս պատմական խաղաղության ժամանակաշրջանը պատասխանատու քաղաքականության, հեռատեսության եւ առաջնահերթությունների ճիշտ հավասարակշռության մասին է։ Հենց այս մոտեցումն է մեզ առաջնորդել 26 թվականի ընտրական տարվա մեր բյուջեի նախագծման աշխատանքների ընթացքում։ Մենք կարողացել ենք համադրել կարճաժամկետ եւ երկարաժամկետ հնարավորությունները, գտնելով դրանց հավասարակշռման կետը, միաժամանակ պահպանելով ֆիսկալ կայունությունն ու նվազեցնելով դեֆիցիտը, ինչը կարելի է անվանել իսկապես աննախադեպ մոտեցում։ Գերատեսչության ղեկավարը նշեց, որ 2026 թվականին նախատեսվում է 5.4% տնտեսական աճ, գրեթե հասնելով հնայի 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է նախնական կանխատեսումները։ Բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4.5%-ը 2025 թվականի 5.5%-ի դիմաց։ Նախարարը խոսեց նաև 2021-ից 26 թվականներին իրականացված բարեփոխումների, բյուջեի աճի թիրախների եւ հարկեր հնաաճի մանրամասների մասին։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, հնայի 4.5%-ը, 25 թվականի 5.5%-ի դիմաց, միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2.8%։
Նշվեց, որ 2026-ին կներդրվի անկանխիկ գործառնություններից համընդհանուր վերադարձի համակարգը։ Այն քաղաքացիները, որոնք Հայաստանի տարածքում անկանխիկ գործարքներ կկատարեն իրենց առկա քարտերով, յուրաքանչյուր ամիս իրենց գործարքների մասով կստանան 2% վերադարձ։ Այստեղ սակայն որոշ սահմանափակումներ կան, խաղային ոլորտի գործարքներն ու մի քանի այլ գործառնություններ դուրս կլինեն այս համակարգից։ 2021-ից 26 թվականների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջեն աճել է մոտ 60%-ով։ Առողջապահության ոլորտին նախատեսվել է հատկացնել 211 միլիարդ դրամ, որը 2021-ի համեմատ աճել է 88 միլիարդ դրամով կամ 71%-ով։ 2026-ին քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման նպատակով ներդրվելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այդ նպատակով 2026 թվականին 2025 թվականի համեմատ ծախսերն ավելացել են 44 միլիարդ դրամով կամ 26.6%-ով։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը նախատեսվել է հատկացնել 420 միլիարդ դրամ, որը 2025 թվականի հաստատված բյուջեի մակարդակը գերազանցում է 57 միլիարդ դրամով։ Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացվի 74 միլիարդ դրամ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը 325 միլիարդ դրամ։ Սա մեր հնգամյա ճանապարհի ամփոփիչ բյուջեն է, սակայն այն միաժամանակ նաև հաջորդ կառավարության գործունեության 2 տարիների ուղենիշային բյուջեն է, քանի որ առաջին անգամ բյուջեն ներկայացնում ենք 3 տարվա հորիզոնով, որը պլանավորման մշակույթի հետևողական բարելավման ևս մեկ դրսևորում է։ Այս բյուջեն մարդու մասին է, որպես պետության շարժիչ ուժի, ում աշխատանքի ստեղծարար անսպառ ներուժի եւ վստահության հիման վրա է կառուցվում մեր ապագան։ Այնուհետև նախարարը ներկայացրեց տարբեր ոլորտներում իրականացվող ու բարեփոխումների օրակարգը, մանրամասն խոսեց պետական պարտքի մասով իրականացվող քաղաքականության, ֆինանսական շուկայի ընձեռած հնարավորությունների, ներդրումային ու հարկային քաղաքականությունների դրական միտումների, հարկային վարչարարության, գնումների համակարգի եւ ոլորտային այլ դրական տեղաշարժերի եւ ֆինանսական հատկացումների աճող տեմպերի մասին։ Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական գործընթացներին, առաջիկա տնտեսական կանխատեսումներին եւ գնաճային տատանումներին։ 2026 թվականի պետական բյուջեն մեր երկրի զարգացման ճանապարհային քարտեզն է։ Այն միավորում է աշխատանքը, ջանքը, ստեղծարարությունը, պատասխանատվությունը եւ հավատը վաղվա օրվա նկատմամբ։ Մենք կառուցում ենք մի Հայաստան, որտեղ աճը ոչ թե վերևից տեսանելի ցուցանիշ է, այլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցություն, որտեղ հնարավորությունները ընդլայնվում են, իսկ վստահությունը ամրանում։ 2026 թվականի պետբյուջեի մասին նախագծի վերաբերյալ եզրակացությունը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահը։ Նրա խոսքով 2026 թվականի բյուջեի ծրագրում նախանշված հարկաբյուջետային քաղաքականությունն արտացոլում է Հայաստանի մրցակցության աճի ապահովման, տնտեսական անվտանգային ենթակառուցվածքներում եւ մարդկային կապիտալում ներդրումների զգալի ընդլայնման միջոցով տնտեսության դիմակայունության ամրապնդումը։ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի ներկայացմանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պատասխանել է նաև լրագրողների հարցերին։ Նա անդրադարձել է Ալիևի վերջին հայտարարություններին, Ադրբեջանում պահվող հայգերիների խնդրին։ Փաշինյանը կարծում է, որ խաղաղությունը կլուծի մնացած բոլոր հարցերը։ Վարչապետը մեկնաբանել է նաև Facebook-ում իր կատարած գրառումը, թե սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնել Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ ցարական ժամանակի քարտեզի մեջ Սևան չի եղել, ուրիշ անուն է եղել։ Հիմա էլ ասում եմ, այդ նույն քարտեզի մեջ Հայաստան կա, Ադրբեջան չկա։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությանը։ Վարչապետը շեշտել է, նման ձևակերպումները պատմական ճշմարտությունից հեռու են եւ նպատակ ունեն խեղաթյուրելու իրականությունը։ Հիմա Ադրբեջանի նախագահն ասելա, չգիտեմ, որ թվի քարտեզում Սևան չի գրած է ուրիշ անուն։ Եվ ես էլ հարց եմ տալիս, ասում եմ, որ տենց հետ են գնում, միջև որ թիվը հետ գնում։ Արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե իբր ինքը բանակցությունների ընթացքում կտրուկ փոխել է դիրքորոշումը, դրանով հանգեցնելով պատերազմի, վարչապետը նշել է. Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային։ 2018 թվականից դուք իմ դիրքորոշումներն էլ գիտեք, դիրքորոշումների փոփոխություններն էլ գիտեք, կասկածներն էլ գիտեք, տրանսֆորմացիան էլ գիտեք, ելույթներն էլ գիտեք, իմ որևէ տեղում ես կարող եմ մի բան ասել վստահաբար։ Այն օրվանից մինչև այսօր բանակցային որևէ սենյակում ես չեմ ասել որևէ բան, որը կհակասեր
հրապարակային իմ արտահայտած դիրքորոշումներին։ Ինչ վերաբերում է Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ապա վարչապետը նշել է, որ դրանք շարունակական են։ Մենք ամենօրյա աշխատանք ենք անում այդ ուղղությամբ եւ ես եթե կա տեսակետ, որ պետք է այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ, ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլուծվի նաեւ այդ հարցը։ Նա հավելել է, որ Հայաստանը որդեգրել է ճկուն քաղաքականություն, յուրաքանչյուր փուլում առաջնորդվելով պետական շահի գերակայությամբ։ Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերենք, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահին։ Օրեր առաջ Փաշինյանն իր սոցիալական էջում գրել էր, որ սահմանազատման արդյունքում պետք է վերադարձվեն Արցվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Նա ճեպազրույցում անդրադառնալով անկլավների խնդրին եւ սահմանազատման գործընթացին ընդգծել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը բանակցությունների թեմա լինել չի կարող։ Չեմ կարող այդպիսի գրառում չանել, որովհետեւ չի կարող Հայաստանի Հանրապետության որևէ ներկայացուցիչ, որևէ վարչապետ հրաժարվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգից եւ այդ գրառումը հաստատումն է ակնհայտի։ Նրա խոսքով հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման ճանապարհով, առանց որևէ ուժային սցենարի։ Փաշինյանի պնդմամբ սահմանազատման արդյունքում պետք է հստակ արձանագրվի երկու երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Երբ այդ շրջանակը ձևավորվի, հնարավոր կլինի քննարկել մնացած բոլոր կոմբինացիաները։ Վարչապետը նաև շեշտել է, որևէ սցենար, այդ թվում տարածքների փոխանակման տարբերակ, չի կարող իրականացվել առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ արտահայտման։ Փաշինյանը նշել է, որ սահմանազատման ամբողջ իրավական հիմքը ձևավորվելու է երկու երկրների հանձնաժողովների համատեղ կանոնակարգով եւ գործընթացն ընթանալու է հենց այդ շրջանակում։ Փաշինյանն արձագանքել է նաև Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին, թե իբր ինքը բանակցությունները փակուղի է տարել, ինչն էլ դարձել է պատերազմի պատճառ։ Վարչապետը հակադարձել է նախկին երկու նախագահներին, ընդգծելով, եթե 2018 թվականին պատերազմ չկար, ապա ինչու էին մինչև այդ սահմանին զինվորներ զոհվում։ Պատերազմը այն է, երբ որ արտաքին ներգործության հետևանքով զինվորներ են զոհվում։ Ամեն տարի մեր սահմանին զոհվել են զինվորներ 18-ից առաջ։ Նա նաև հավելել է, որ նախատեսում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաթեթը, բացատրելով այդ որոշման պատճառը։ Ես նախկինում ասել եմ, որ այդ փաթեթի տերը մենակ մենք չենք։ Ենթադրվում է, որ տարվա վերջ միջև դե յուրե ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի եւ այդտեղ այդ բարոյական եւ քաղաքական արգելքը կվերանա, այսինքն այդ սուբյեկտը չի լինի եւ մենք ազատ կլինենք այդ թղթերը հրապարակել։ Ըստ վարչապետի, երբ բանակցային փաստաթղթերը հրապարակվեն, պարզ կդառնա իրականում ում կառավարման տարիներն է խախտել ռազմական բալանսը։ Վարչապետը հավելել է, մինչև տարեվերջ հանրությունը կտեսնի 2016 թվականի հուլիսի եւ օգոստոսի բանակցային առաջարկները, նաեւ Սերժ Սարգսյանի այն նամակը, որի գաղտնազերծման գործընթացն արդեն մեկնարկել է։ Նա նաեւ արձագանքել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին, մասնավորապես այն հայտարարությանը, ըստ որի 2018 թվականի իրադարձությունների օրերին Փաշինյանին առաջարկվել է փոխվարչապետի պաշտոն, եթե նա հանդարտեցնի փողոցը։ Վարչապետը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը, ընդգծելով, որ նման խոսակցություն երբեք չի եղել եւ չէր էլ կարող լինել։ Լսեք, ինչ լավ է այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Փաշինյանը պատմել է նաեւ, թե ինչպես է տեղի ունեցել իր հանդիպումը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Փաշինյանի խոսքով Կարապետյանն իրեն է փոխանցել Սերժ Սարգսյանի առաջարկը ազատ արձակման դիմաց դադարեցնել հեղափոխական շարժումը։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել են ցանել, որ իրենք
ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում, ես ասել եմ ոչ։ Վարչապետը հավելել է, որ Կարապետյանի հետ խոսակցությունը եղել է ենթատեքստերով եւ այդ ընթացքում նա հասկացել է, որ առաջարկվում է նոր քաղաքական լուծում Կարապետյանի մասնակցությամբ։ Նրա խոսքով Կարապետյանը հետագայում վերադարձել է փոխանցելով, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ, սակայն միայն ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո կամ հունիսին։ Ես ասել եմ, դա ընդունելի տարբերակ չի եւ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմալ մյուս օրը։ Որից հետո ինքը գնացել է, եկել է, ասել է ընդունելի է այդ պայմանը։ Էս է եղել մեր խոսակցությունը մեկուսահանում Կարեն Կարապետյանի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև պատարակներին իր մասնակցությունից, ընդգծելով, որ դա քաղաքական ակցիա չէ, այլ անձնական հավատքի դրսևորում։ Գիտեք ինչ, ես Աստծո հետ իմ հարաբերություններում այլոց աջակցության կարիքը չունեմ։ Որովհետև դուք ասում եք գնում եք պատարակի, մարդիկ չեն հապի, մենք պատարակի ենք գնում, ես պատարակի եմ գնում, ես չեմ գնում հանրահավաքի։ Անդրադառնալով այն քննադատություններին, թե իբր Հայաստանը կրճատել է պաշտպանական ծախսերը եւ զինաթափել է բանակը, Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է լրագրողներին հրավիրել ծանոթանալու վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությանը։ Ես լրագրողներին առաջարկում եմ առանց տեսախցիկների, առանց բանի, հա, նույնիսկ առանց գրիչների, եթե պայմանավորվում ենք, որ ինֆորմացիան կոնֆիդենցիալ է, առանց հեռախոսների եւ եթե որևէ մեկը ստանձնի ցուցակ ձևավորի այն լրագրողների, ովքեր պատրաստ են նաեւ հետագայում որևէ կոնֆիդենցիալության կանոնները պահել, ես ձեզ պատրաստ եմ տանել եւ մոտիկից ծանոթացնել եւ շների հետ, եւ կատուների հետ, եւ մնացած բոլոր հնարավոր միջոցների հետ եւ դուք այդ հարցի պատասխանը անձամբ կտեսնեք։ Այդ բոլոր քննադատությունները հիմք ունեն, թե հիմք չունեն։ Վարչապետի խոսքով նախկինում միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք վաճառել Հայաստանին, քանի որ չունեն երաշխիք, որ այն չի օգտագործվի միջազգային իրավունքի տեսանկյունից չճանաչված տարածքներում։ Փաշինյանն ի դեպ խոստացել է հետագայում ավելի մանրամասն ներկայացնել ձեռքբերումներն ու նոր ռազմական կարողությունները։ Ստանձնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները իրականացրել են վերահսկողական ստուգողական գործառույթներ, հեծում եւ մի քանի շաբաթ անց պարզել, որ երկար տարիներ այնտեղ տիրող իրավիճակը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից թաքցնելը բերել հանգեցրել է ճգնաժամային իրավիճակի, ասել է Ռոմանոս Պետրոսյանը, նշելով, որ հանձնաժողովի նախագահը ստիպված է եղել վարչական վարույթ հարուցել։ Ի դեպ ՀԾԿՀ-ն քննարկում է հեծին լիցենզիա զրկելու հարցը։ Բավական բուռն քննարկումից հետո որոշվել է հետաձգել։ Հեծին լիցենզիայից զրկելու հարցը քննարկվեց թեժ մթնոլորտում։ Ռոմանոս Պետրոսյանը, որը ստանձնել է Տաշիր ընկերությունների խմբին պատկանող Հեծ ընկերության ժամանակավոր կառավարչի լիազորությունները, լրագրողներին ասաց երկար տարիներ հեծում կատարվածը կոծկել են։ Դա է պատճառը, որ ճգնաժամ է առաջացել եւ հասունացել է նման որոշում կայացնելու պահը։ Հակակոռուպցիոն կոմիտեում եւ քննչական կոմիտեում նախաձեռնված են 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, որոնց շուտով կտրվեն քրեաիրավական գնահատականներ։ Նախկին ղեկավարները Հեծի եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել, այսպես ասած, իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրապահ մարմիններին եւ բոլոր խախտումները, արերևույթ իրավախախտումները պարզապես որևէ կերպ թաքցվել ու քողարկվել են Հեծ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներն ընդդեմ Հեծին ներկայացրել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնք բացահայտվել են մի շարք վերահսկողական ստուգողական գործողությունների արդյունքում։ Պարզվում է, որ Հեծը ի թիվս այլ խախտումների, դպրոցներից ու զորամասերից հավելագրումներ է արել։ Անընդունելի է, որ հավելագրված եւ թերգրանցված ցուցմունքներով 1200-ից ավելի սպառողների շարքում են դպրոցներ, մանկապարտեզներ, անգամ զորամաս եւ ԱԱԾ զոր պահեստամաս։ Պահեստապարետատուն կներեք։ Երրորդ կետ միացումներ։ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ նոր միացման գործընթացների ուսումնասիրության արդյունքում վեր են հանվել սպառման համակարգերը իրական ցանցին միացման ժամկետների խախտման 2187 դեպք, որոնցից 1862-ի պարագայում 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ սպառման համակարգը
ընդհանրապես չեն միացվել էլեկտրական ցանցին։ Նիստում հնչել են մեղադրանքներ, թե հեծի դեմ սկսված գործընթացը հակասահմանադրական է։ Ռոմանոս Պետրոսյանը համաձայն չէր, պնդեց, գործընթացը օրենքի շրջանակում է, քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել։ Իսկ սահմանադրական դատարանի վարույթում գործը լսվելու է դեկտեմբերի 16-ին։ Մինչ այդ ՀՑԿՀ-ն դեռ նոյեմբերի 14-ին նորից կանրադառնա թեմային, քանի որ նիստը հետաձգվեց։ Անդրադառնանք այլ թեմաների, վերջին 5 տարիներին արևային էներգետիկան Հայաստանում բուռն զարգացում է ապրել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը մինչև 2026 թվականը նախատեսում է ավարտել օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան էլեկտրաէներգիայի արդյունավետ կառավարման համար ներդնելու կուտակիչ կայաններ։ Վերջին 5 տարիներին բուռն զարգացում է ապրել արևային էներգետիկան եւ արդեն 2025 թվականին մենք հասել ենք էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ նախատեսված 1000 մեգավատ հզորությանը։ Այս մասին էներգոխնայողության միջազգային օրվա նվիրված ասուլիսում ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը։ Նրա խոսքով կառավարության որդեգրած էներգետիկայի զարգացման ռազմավարությունը մինչև 2040 թվականը ներառում է վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Արևային էներգետիկան դարձել է ոլորտի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը, սակայն դրա հետ մեկտեղ առաջ են եկել նաև համակարգի կառավարման որոշ բարդություններ։ Նորապես դրանց թվի զարգացումը որոշակի դժվարություններ է ստեղծել համակարգի էներգետիկ համակարգի օպերատիվ կառավարման տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, որ արևային էներգետիկայի եւ ամբողջ վերականգնվող էներգետիկայի զարգացումը կանգնելու է եւ մենք կառավարությունը եւ նախարարությունը փնտրում են ուղիներ, որպեսզի հնարավորություն ընձեռնի այդ մասնաբաժինը էլ ավելի շատացնելու։ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականի առաջին եռամսյակն ավարտել օրենսդրական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան ներդնելու կուտակիչ կայաններ։ Ըստ նրա, նոր մեխանիզմը թույլ կտա կուտակել արևային կայանների կողմից արտադրված ավելցուկային էլեկտրաէներգետիկան եւ օգտագործել այն ժամերին, երբ սպառումը բարձր է։ Անդրադառնալով արևային համակարգերի տեղադրման սուբսիդավորման ծրագրին, Աբրահամյանը նշել է, որ այն գերազանցել է բոլոր սպասելիքները։ Շահառուների թիվը հասել է ավելի քան 34,000-ի, մինչդեռ սկզբում նախատեսվում էր ընդամենը 1000-ից 2000։ 2022 թվականին, երբ որ ծրագիրը ներդրվեց, ինքը նախատեսված էր սկզբնական շրջանում մի տարով եւ դրա համար 2022 թվականին պետական բյուջեից հատկացվեց 40 միլիոն դրամ սուբսիդիա, սակայն վերջի տարին արդեն միլիարդավոր դրամների պետության կողմից սուբսիդիա է հատկացվում եւ դեռ պետքա շուրջ 7 տարի, քանի որ ինքը վարկավորման ծրագիր էր եւ սուբսիդիան տրամադրվում էր վարկի ամբողջ ժամանակահատվածի համար, դեռ պետք է 7 տարի ծրագրի պետական բյուջեից, այսինքն նման մասշտաբի սուբսիդիա հատկացվի։ Ծրագիրը հաջողություն է գրանցել հատկապես Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերում, որտեղ շահառուների թիվը նույնիսկ գերազանցել է Երևանի ցուցանիշները։ Շատ քաղաքացիներ արդեն առաջին ամսից նկատել են իրենց կոմունալ ծախսերի նվազում, շնորհիվ էներգոարդյունավետ վերանորոգումների եւ արևային համակարգերի տեղադրման։ Նա նաեւ հավելել է, որ պետությունն Ասիական զարգացման բանկի հետ մշակում է 150 մեգավատ հզորության փողմային կայանի կառուցման ծրագիր Շիրակի մարզում։ Իրականում պետությունը ինքը չի կանգնեցնում որևէ վերականգնվող էներգետիկայի, քանի որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսը ինքը տեղական ռեսուրս է, այսինքն մենք մեծապես կախված ենք ներկրվող էներգակիրներից եւ այս պահին պետությունը ուղղակի ստիպված է գնալ այս քայլերին, զսպման մեխանիզմներ ներդնելի նկատի ունեմ, սակայն դա չի նշանակում, որ պետությունը կանգնացնում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այլ պետությունը աշխատանքները շարունակում է։ Աբրահամյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը շարունակում է իր պարտականությունները Եվրամիության հետ ստորագրված ՍԵՊԱ համաձայնագրի շրջանակում, ներդաշնակեցնելով օրենսդրությունը ԵՄ էներգախնայողության եւ էներգոարդյունավետության պահանջներին։ Վերականգնվող էներգիան մնում է կառավարության ռազմավարական առաջնահերթություններից մեկը, ուղղված երկրի էներգետիկ անկախության եւ կայուն զարգացման ապահովմանը, հավելել է նա։ Երևանում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն կրթական
երկխոսություն հանդիպումը, որի ժամանակ կողմերն ամփոփել են կրթական ոլորտում իրականացված բարեփոխումները եւ ընդգծել Եվրոպական միություն Հայաստան հարաբերությունների խորացման, ներառյալ վիզաների ազատականացման գործընթացի կարեւորությունը։ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բացման խոսքում ընդգծել է, որ Հայաստանը տարբեր ոլորտներում առաջընթաց է գրանցել, ինչն էլ հնարավորություն է ստեղծում ԵՄ Հայաստան հարաբերությունների սերտացման համար։ Երևանում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն կրթական երկխոսություն հանդիպումը, որը նպատակ ուներ ամփոփելու կրթական ոլորտում իրականացված բարեփոխումները եւ ներկայացնելու գործակցության նոր ուղղությունները։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին արդյունավետ գործակցության եւ երկարաժամկետ աջակցության համար, շեշտելով կրթության ոլորտի բարեփոխումների օրինակելի ընթացքը։ Հատկապես կուզեմ ընդգծել Եվրոպական միության դերը մեր կրթական ոլորտի համագործակցության տեսանկյունից։ Մենք Եվրոպական միության հետ ըստ էության տևական ժամանակ է, որ աշխատում ենք Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների շուրջ եւ մասնավորապես հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումները սկիզբ են առել հենց մեր համատեղ ծրագրերի շրջանակներում եւ պետք է նշեմ, որ այդ բարեփոխումները այսօր արդեն արձանագրել են արդյունքներ, որոնք օրինակելի են եւ ուսանելի են տարբեր երկրների համար։ Անդրեասյանը հատուկ անդրադարձավ նոր ընդունված բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքին, այն անվանելով երկար սպասված ու նշանակալից քայլ։ Դա մի աշխատանք էր, որին գրեթե ոչ ոք այլևս չէր հավատում, որ կամփոփվի, որովհետեւ տևական ժամանակ է, որ ձգվում էր օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթը եւ այսօր արդեն իրողություն է։ Այսօր ներկայացված է հանրային քննարկման նաև գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որը մեր էլի կարևորագույն փաստաթղթերից է։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն էլ շնորհավորեց Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումների ընթացքը, նշելով, որ այն ընդգրկում է բոլոր մակարդակները, նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն։ Հայաստանի իրականացրած բարեփոխումների ծավալը տպավորիչ է։ Կարևոր է, որ փոփոխությունները լինեն համակարգված, ապահովելով կրթական մակարդակների փոխկապակցվածությունը։ Երբ միջնակարգ կրթությունը որակյալ է, այն ամրապնդում է նախնական կրթության արդյունքները եւ հիմք է ստեղծում մասնագիտական ու բարձրագույն կրթության հաջողության համար։ Դեսպանը նաև խոսեց թվային եւ արհեստական բանականության դարաշրջանի նոր մարտահրավերներից, ընդգծելով, որ կրթությունը չի կարող անտեսել արհեստական բանականության դարաշրջանը։ Ըստ Վասիլիս Մարագոսի, այսօրվա կարևոր խնդիրներից մեկը երիտասարդներին եւ ուսուցիչներին նոր հմտություններով օժտելն է, միաժամանակ ապահովելով դրանց անվտանգ ու էթիկական կիրառումը։ Միաժամանակ նա կարևորեց ԵՄ Հայաստան գործակցության ընդլայնումը, ընդգծելով, որ կրթական ոլորտում հաջողությունը հիմք է դառնում նաև այլ հարթակներում հարաբերությունների խորացման համար։ Մենք տեսնում ենք Հայաստանի շարունակական առաջընթացը տարբեր ոլորտներում, կրթությունից մինչև կառավարական բարեփոխումներ, եւ հենց այսպիսի հետևողական աշխատանքներն են, որ մեզ թույլ են տալիս վստահությամբ խոսել ԵՄ Հայաստան հարաբերությունների խորացման, ներառյալ վիզաների ազատականացման մասին։ Սա կլինի մեր գործընկերության տրամաբանական հաջորդ քայլը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր խոսքում շեշտեց, որ կրթական բարեփոխումների առանցքում պետք է լինի մարդկային կապիտալի զարգացումը։ Մենք տեսնում ենք Հայաստանի շարունակական առաջընթացը տարբեր ոլորտներում, կրթությունից մինչև կառավարման բարեփոխումներ, եւ հենց այսպիսի հետևողական աշխատանքներն են, որ մեզ թույլ են տալիս վստահությամբ խոսել ԵՄ Հայաստան հարաբերությունների խորացման, ներառյալ վիզաների ազատականացման մասին։ Սա կլինի մեր գործընկերության տրամաբանական հաջորդ քայլը։ Նա նաև ընդգծեց, որ կրթության ռազմավարության իրականացումը պահանջում է միավորված ջանքեր պետական մարմինների, միջազգային կառույցների եւ հասարակության գործակցությամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև կրթական ոլորտի ընթացիկ նախաձեռնությունները, բյուջետային աջակցության ծրագրերը եւ նոր ռազմավարական փաստաթղթերը, որոնց նպատակն է բարձրացնել կրթության որակը եւ ապահովել համաչափ զարգացում ամբողջ համակարգում։ Կրթական երկխոսության նման ձևաչափերն, ինչպես ընդգծեցին բանախոսները, դառնում են արդյունավետ հարթակ պետական եւ միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման եւ կրթական քաղաքականության միասնական տեսլականի ձևավորման համար։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։